I call now Mr. Haik Mamidjanian. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթը սկսել է խորհրդանշական լռությամբ։ Պատգամավորներին փոխանցելով այն զգացողությունը, որն ունեն հայերը, երբ սպասում են միջազգային հանրության արձագանքին, բայց նրանք լռում են։ Պատգամավորը խստորեն քննադատել է միջազգային կառույցների լռությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, շեշտելով, որ հայ-առաքելական եկեղեցու վրա հարձակումներին, 4 եպիսկոպոսների 6-ամսյա կալանքին եւ եկեղեցուն աջակցող ազգային բարերարի ձերբակալությանը միջազգային հանրությունը արձագանքում է լռությամբ։ Nikol Pashinyan is attacking the Armenian Apostolic Church. Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով եւ ուժով, լռություն։ Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են, լռություն։ Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն եւ դրա համար ձերբակալվում, լռություն։ Մենք նախաձեռնում ենք իմպիչմենթի գործընթաց եւ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է, լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին եւ մի ամբողջ լրատվական գործակալություններին, լռություն։ Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում եւ վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ 3 նրան դատարան են բերել անվասայլակով, լռություն։ Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել։ Քաղաքապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես Իլհամ Ալիևի։ Իմ ավելի քան 50 հայրենակիցներ Հայաստանում զրկված են ազատությունից իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են։ Are in jail in Baku just because they are Armenians.